17 հունվարի 2025 թվական 17 փետրվարի 2026 թվական 1 տարի եւ 1 ամիս կեղծիքներով ու հորինված մեղադրանքներով ընթացած բեմադրությունից հետո Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղայևի նախագահությամբ ընթերցվեց Ռուբեն Վարդանյանի դատավճիռը 20 տարի ազատազրկում, որից 10-ը խիստ ռեժիմի բանտում։ Սլենդրլան Ռուբեն Վարդանյան Բաքվի այսպես կոչված դատավճռով դատապարտում են բոլորիս, ոչ թե միայն գերիներին, ասում է Մանեթ Հանդիլյանը։ Սա դատավարություն է ճակերտավոր հայ ժողովրդի ինքնության հանդեպ եւ այն ինչ կատարվելու է դրանից հետո ավելի վատ է լինելու նրանք այս թղթի կտորով ծեծելու են տարբեր դռներ իսկ իրենց դիվանագիտությունը իրենց նավթային փողերը բավական հզոր են եւ այդ միջոցով փորձելու են լուծել խնդիրներ Հայաստանի Հանրապետության դեմ եթե այս իշխանությունները շարունակեն այսպիսի իներտ пассив լռելային վիճակ ընդունելը այս դատավարական գործընթացների եւ այս process-ների հանդեպ Պետական մեղադրողները պահանջել էին ՑՄԱ ազատազրկում, երբևէ ռազմական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին վերագրելով ծանրագույն արարքներ, խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն եւ դրա ֆինանսավորում։ Չնայած այս կեղծ մեղադրանքներին, քաղաքական գնահատականներին ու հանրային աղմուկին, ակնկալիքը թե հնարավոր արտաքին քաղաքական շփումները, օրինակ Վենսի այցը Բաքու կարող էին ազդել գործընթացի վրա փաստորեն չարդարացան։ Երբ որ փոխնախագահ Վենսը այցելեց Հայաստան, մենք պիտի նաև հաստատեինք ու պարտավոր ենք դա անել ամեն օր, որ այո, դուք ճիշտ եք, առանց իրենց վերադարձի իրական խաղաղության մասին ժողովուրդների միջև հարաբերություններ հաստատելու մասին անիմաստ է խոսել, որտեղ դա իրականության չհամապատասխանող է։ Չես կարող հաշտվել դիմացի հարևանի հետ, ով քո երեխային պահում է գերի։ These people committed serious crimes against humanity. Օրեր առաջ Ալիևը հայ գերիներին համեմատում էր նացիստների հետ, միևնույն ժամանակ նշում, թե իբր դատավարությունը եղել է թափանցիկ, իսկ մեղադրյալների հանցավորությունը ապացուցված։ Սա այն դեպքում, երբ լսումներն անցկացվել են փակ դռների հետևում եւ այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով եւ նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։ Իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը նշում է, որ դատավճիռն անակնկալ չէր մեզ համար, հաշվի առնելով Ալիևի ագրեսիվ խոսույթը։ Նախորդ շաբաթ մենք ականատես եղանք կրկին իրեն բնորոշ ոճով շատ ագրեսիվ հայերի նկատմամբ ուղղված այդ ագրեսիվ խոսույթով իր հարցազրույցը, որտեղ իմի բերվեց այն ողջ քաղաքականությունը, որ հայերի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ վարվում է, եւ եթե մենք համեմատական փորձ ենք նաեւ տանել խաղաղության ընթացող process-ների հետ, կարծես թե դրանք համահունչ չեն։ Ինչպես կարող ես մի կողմից դու նման ագրեսիվ եւ կրկին ատելություն տարածող խոսույթ ունենալ եւ զուգահեռաբար փորձես համոզել, որ Հայաստանի հետ դու գնում ես դեպի խաղաղության։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի հայտարարել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Ընտանիքը նշում է, որ չնայած Ռուբենի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների եւ միջազգային մասնագետների աջակցությունը ուժ եւ հույս են հաղորդում եւ Վարդանյանները շարունակելու են բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։